Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ կրկին ձեզ ողջունելու Ցայք հեռուստաընկերության ուղիղետերում Եղեցի լույս հաղորդաշարին։ Ինչպես տեսնում եք, մենք վերադարձել ենք արձակուրդից եւ սիրով շարունակում ենք մեր աշխատանքը։ Բարեկամներ, կարող եք միանալ մեր այսօրվա զրույցին, մեր հաղորդմանը մասնակցել, հեռարձայնելով 23413 30543 հեռախոսահամարներով կամ մեր էլեկտրոնային փոստի միջոցով հղել ձեր նամակները, որի հասցեն է y.luis@cyc.am Հաղորդումը ինչպես միշտ շարունակում է եթեր հեռարձակվել Շիրակի թեմի առաջնորդարանի հովանավորչությամբ եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աչապայանի մասնակցությամբ։ Աստված օգնական սրբազան հայր։ Աստված բավական։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, փառք։ Ինչպես անցկացրեցիք ձեր ամառային արձակուրդը։ Լավ։ Արիթ ունեցանք հանգստանալու, բացի հանգստից նաեւ, ասենք, մեր այն եկեղեցական որոշ կենտրոնների հետ կապված այցելելու, ծանոթանալու, ես որ լավ էր, դժգոհ չենք։ Սրբազան հայր, ամառվա ընթացքում մեր թեմում դուք բացակայում եք թեմից, բայց ինչ-որ միջոցառումներ անցկացվել են, չէ՞, ճամբարներ եւ այլն, որտեղ եւ ինչ միջոցառումներ անցկացվեցին այդ ընթացքում։ Ճամբարներ մենք արդեն որերորդ տարին է Շեն միության հետ Ամասիայի շրջանի Եղնաջուր գյուղում ճամբար ենք կազմակերպում եւ այնտեղ մեր երեխաներից շատերը գնում հանգստանում են եւ դա այնպիսի ճամբար է, որ գյուղական կյանքին ավելի մոտեցնելու իմաստով, այսինքն ձի վարել են սովորում, կովկթել են սովորում եւ նման բաներ նույնպես։ Անշուշտ պայմանները դեր այն իդեալական պայմանները չեն, ինչը որ մենք կուզենանք լինի, բայց կամաց նորոգչական աշխատանքները մշտապես շարունակվում են եւ կգա օրը, երբ Ամասիայի Եղնաջուր գյուղի այդ ճամբարային մասնաշենքը իրոք լավագույն պայմաններ կունենա եւ ինքը իրոք էլ լավագույն պայմանների տեղ է, որովհետեւ բնությունը շատ գեղեցիկ է այնտեղ, ամառը շատ զով, շատ ավելի լավ, այսինքն քան մնացած մեր հայտնի, այսպես ամառանոցային կամ ճամբարային գոտիները, որովհետև մեզ մոտ Ամասիայի շրջանում օդը շատ ավելի առողջ արար եւ մաքուր է, քան թե մնացած այդ համբավավոր վայրերում։ Այդ է հիմնական ճամբար, որպես այդպես այդ է եղել ամեն տարվա նման, սա նորություն չէ։ Ուրիշ այդպես ամառային Քանի երեխա հնարավորություն ունեցավ հանգստանալու։ Ամեն տարի էլ 100-150 երեխաներ մի քանի հերթափոխով հանգստանում են, հիմնականում անշուշտ սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ։ Անշուշտ մենք պետք է ցանկանայինք, որ մեր ճամբարային հնարավորությունները շատ ավելի մեծ լինեին, բայց ինչպես գիտենք, Շիրակը ճամբարային գոտի չէ։ Մենք լորի չենք, կոտայք չենք, այդ իմաստով ճամբարային գոտի չունենք։ Անշուշտ հիմա աշխատում ենք այդ Ամասիայի ուղղությամբ եւ նաեւ աշխատում ենք Արտիգի ուղղությամբ, որովհետեւ այնտեղ Արտիգի ճամբարը կար նախկին, որ այսօր սեփականաշնորհվել է կազմակերպությունների, որոնք էլ այդպես թողել են եւ մենք ցանկություն ունենք, որպեսզի այդ ճամբարային գոտին Արտիգի տրամադրվի եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կարողանա բարերարներ գտնել եւ ծառայեցնել այդ իր նպատակին, բուն նպատակին, որպեսզի կարողանան այնտեղ մեր երեխաները հանգստանալ։ Ուրիշ այդպես ճամբար Շիրակում չունենք, Թորոսի ճամբարն է, որը բնականաբար արդեն կազմակերպված ճամբար է եւ այլևս եկեղեցու կազմակերպելու հարցը այնտեղ չկա, իսկ ուրիշ այդպես ճամբարային համալիրներ մենք Շիրակի տարածաշրջանում չունենք։ Դրա համար երբեմն էլ, երբ որ հնարավորություն ենք ունենում, մեր երեխաներին ուղարկում ենք նաեւ Լոռի, Կոտայք, նաեւ երբեմն Եղեգնաձոր այնտեղի ճամբարները, որովհետեւ մեր երեխաները այնտեղ հանգստանան։ Այս տարի այդ հնարավորությունը չունեցանք Լոռի կամ այլտեղ ուղարկելու, բայց Ամասիայի ճամբարը եղավ եւ երևի թե երեխաները գոհ են, գոնե մեծամասամբ գոհ են։ Սրբազան հայր, դուք ավելի շուտ եք վերադարձել փաստորեն ամառային արձակուրդից եւ արդեն արդյոք ունեցել հովական այցելություններ կատարել, չէ՞, ձեր վերջին այցելությունը այսօր էր, չէ՞։ Այո, այսօր Շիրակավան
Անցած շաբաթ արդեն վերադարձել եմ, բնականաբար չէի կարող չվերադառնալ, որովհետև Սուրբ Աստվածածինն էր, մեր 7 վերք եկեղեցու ուխտի օրն է, այդ օրը անթույլատրելի է, որպեսզի առաջնորդը բացակայի, հետևաբար վերադարձել եմ դրանից առաջ, պատարակը Սուրբ 7 վերքի խաղողոշնեկը կենտրոնական հրապարակում։ Ինչպես անցկացավ։ Լավ, պետք է ասեմ, որ այս տարի շատ ավելի ժողովուրդ կար, քան անցած տարի, անշուշտ մեր ցանկությունն այն է, որ ամբողջ քաղաքը պետք է այդ օրը 7 վերք եկեղեցի գա, որևէ մեկը չպետք է դրսում մնա, որովհետև Գյումրիի հիմնական սրբությունն է 7 վերք եկեղեցին է եւ 7 վերք եկեղեցու ուխտի օրը եկեղեցի չգալը Գյումրեցու համար ուղղակի անթույլատրելի պետք է համարել։ Այդ օրը Աստվածածնի ուխտի օրը անպայմանորեն պետք է յուրաքանչյուր իրեն Գյումրեցի համարող մարդ պետք է այդ օրը եկեղեցի գա եւ 7 վերքի սրբապատկերի առջև իր ուխտը կատարի, սա միանշանակ է, այսինքն ես բավարարված չեմ այն իմաստով, որ այո ժողովուրդը խորն էր, մեծաքանակ, բազմահազար կարող եմ ասել ժողովուրդ կար, բայց ուզում եմ, որպեսզի ողջ քաղաքը առանց բացառության այդ օրը եկեղեցում լինի, անշուշտ նույն պահին եւ նույն ժամին չէ, որովհետեւ հնարավոր չէ այդքան ժողովուրդ պարփակել, բայց այդ օրվա ընթացքում եւ դրա նախորդող հաջորդող օրերի ընթացքում ողջ քաղաքի բնակչությունը պարտավոր է իր ուխտը կատարել եւ գալ Սուրբ 7 վերք եկեղեցի, որը Գյումրիի սիրտն է եւ միշտ մնացել է բաբախող սիրտը։ Իսկ դրանից հետո ուրեմն այս բնականաբար այս կիրակի որոշեցինք արդեն հովվական այցերը շարունակել եւ Շիրակավան այցելեցինք։ Իդեպ Շիրակավան գյուղի մասին մենք ունենք մի փոքրիկ պատմող ռեպորտաժ, դիտենք այն առաջարկում եւ այն հետ կշարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայանի ձեռամբ այսօր Սուրբ Պատարագ մատուցվեց Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղի Կիսախարխուլ դպրոցում։ Տարիներ առաջ նույն այս գյուղն ուներ եկեղեցի, ուր ամեն կիրակի մատուցվում էր Սուրբ Պատարագ։ Գյուղի տեղափոխումից հետո եկեղեցու տեղափոխությունը հնարավոր չեղավ, ինչի արդյունքում գյուղացին եկեղեցական արարողությունները կատարում է գյուղում կառուցված Սուրբ Մինաս մատուռում։ Բացելրացնելու նպատակով Շիրակի թեմի առաջնորդ նոպական այցելություններ է կատարում այս ու նման շատ այլ գյուղերում։ Միքայել եպիսկոպոս Աջապայանի հավաստմամբ պարտադիր պայման չէ ամեն կիրակի իրենց կողմից գյուղ կատարվող այցելություններն ու պատարագի մատուցումը։ Ամեն մի քրիստոնյա առանց այս էլ պարտավոր է կիրակի օրերին գոնե 2 ժամ տրամադրել Աստծուն։ Շիրակավանցիները թեմի առաջնորդի այցն իրենց գյուղ առավել քան կարևորեցին։ Միքայել եպիսկոպոս Աջապայանը գյուղում կատարեց նաև խաղողոշնեկի արարողություն, որից հետո օրհնված խաղողը բաժանվեց գյուղացիներին՝ ի նշան բերքի առատության։ Ահա այսպեսին էր ռեպորտաժը, փոքրիկ պատմող ռեպորտաժ, Զնայր, ձեր տպավորությունը ինչպես անցկացավ։ Լավ էր, բավական լավ էր, որովհետև ժողովրդի մասնակցություն կար եւ երիտասարդներ եւ մեծեր։ Հակառակ այն բանին, որ ոմանք երբեմն ասում են, բերքահավաքի շրջան է, մարդիկ զբաղված են բերքահավաքով եւ այլն, բայց ինչպես արդեն ռեպորտաժում ասվեց, բնական է, որքան էլ որ մարդը զբաղված լինի, կարող է 2 ժամ շաբաթվա մեջ, ամբողջ շաբաթվա մեջ կիրակի օրը 2 ժամ տրամադրել Աստծուն եւ դա մեծ զողողություն չի եւ մեծ զողողություն չի պահանջում։ Այնպես որ լավ եմ տպավորված Շիրակավան գյուղից, շիրակավանցիների ընդունելությունից եւ նաեւ մեր խոսքը ասացինք, մեր թելադրանք, մեր պատկամը տվեցինք։ Նաև հնարավորություն ունեցան ձեր օրհնած խաղողը։ Այո, եւ խաղողոշնիկ արեցինք, այնպես որ իրենց բերքու բարիկն էլ օրհնեցինք, նաև մաղթեցինք, որ բնականաբար Աստված ուժ կարողություն տա եւ ասենք մի դուռ բացի, որովհետեւ Շիրակավանը կառուցի, վերակառուցի իր եկեղեցին, որը ժամանակին ջրամբարի տակ մնաց որոշ մասով եւ որոշ մասով տեղափոխվեց դուրս, բայց չկարողացան այդ քարերը վերադասավորել եւ վերաշինել, այն էլ բնականաբար Շիրակավանում չէր լինելու, այլ ինչ-որ մի ջրափի մոտակա բարձունքի վրա, որովհետեւ այդ տարիներին անհնար էր, որպեսզի գյուղը եկեղեցի ունենար։ Իր այդ ժամանակները այդպիսին էին, որ եկեղեցի ունենալը արգելված էր։ Այսօր ուրեմն մաղթեցինք, որ Շիրակավանը նույնպես ունենա իր աղոթատունը, իր մնայուն եկեղեցին
Եվ ամեն տեղ, ինչպես որ ասում ենք, ամեն տեղ էլ քաջալերում ենք, որպեսզի տեղացիներից հոգևոր ասպարեզ մտնել ցանկացողներ լինեն, ճեմարան ընդունվել ու ցանկացողներ լինեն, հոգևորական դառնալ ցանկացողներ լինեն, որպեսզի ամեն գյուղ ունենա իր հոգևորականը։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ դուք կարող եք մասնակցել մեր զրույցին հեռարձայնելով 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Եվ այսօր տեղեկացնեմ, որ մեր թեման լինելու է հոգևոր պատերազմ, որը առաջարկել է մեր հեռուստադիտողը մի քանի հաղորդում առաջ եւ այս ընթացքում մենք հնարավորություն չունեցանք էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով ունենալ հաղորդում եւ հետաձգել ենք այս թեման այսօրվան, բայց Սրբազան այր մինչև այս թեմային անցնելը, քանի որ արդեն ամառային արձակուրդը ավարտվում է եւ առջևում սեպտեմբերն է, մեր ճեմարանում, մեր ընծայրանում քանի նոր պատանիներ են ընդունվել հոգևորականների թիվը արդյոք ավելանալու է, ինչ նորություն կա այս շրջանում։ Չէ, մեր ընծայրանը, ինչպես գիտեք, տեղափոխվել է Սևան ժամանակավորապես, մինչև որ Հառիչ վերադառնա, բայց նույնիսկ անկախ դրանից Վեհապար Հայրապետը անցած տարվանից արդեն բոլոր քննական ընթացակարգը կենտրոնացրել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, բոլոր ցանկացողները դիմում են Գևորգյան հոգևոր ճեմարան, Էջմիածին, այնտեղ քննություն են հանձնում եւ այնտեղից արդեն աշխատվում են դպրանոցների վրա, ոմանք մտնում են Էջմիածին, ոմանք Սևան եւ ոմանք էլ առաջիկային ուրեմն Հառիչ, այնպես որ բոլոր ցանկացողները, ովքեր եթե շիրակցիներ կան, որոնք ցանկանում են, ես տեղեկացա, որ մի քանի դիմումներ եղել են, բայց այդ դիմումները պետք է ուղարկվեն Էջմիածին։ Տեսնենք, եթե կարողանան բարեհաջող քննություն հանձնել եւ ընդունվել եւ սովորել Էջմիածնում կամ Սևանում շիրակցի ուսանողներ, շատ ուրախ կլինենք։ Իսկ եթե չկարողանան ընդունվել կամ կան այնպիսիք, որոնք ասենք իրենց ինքնավստահ չեն զգում քննություն հանձնելու համար, եթե բավարար թվով այդպիսի ուսանողներ լինեն, մենք ինչպես մեր դպրանոցը ունեինք, այսօր էլ մասնաշենքը կա, հնարավորությունները կան, կարող ենք 1 տարվա այսպես 0 նախապատրաստական լսարան բացել, որպեսզի 1 տարվա ընթացքում իրենք պատրաստվեն եւ հաջորդ տարին կարողանան հաջող ընդունելության քննություն հանձնել։ Իսկ եթե բավարար ուսանողներ չունենանք, բնականաբար նաեւ նախապատրաստական լսարանը չի բացվի։ Բայց այն մոտեցումը, ինչը որ կա Մայրաթորում, բնականաբար արդեն երկրորդական է, թե ուսանողները որտեղից կլինեն, որովհետեւ Վեհապարի մոտեցումը այն է, որ պետք չէ, ասենք, տեղից որևէ տեղից լինելը պատճառ կամ պայման բերել, այլ որ պետք է ընդրվեն լավագույն ուսանողները, անկախ թե որտեղից կլինեն։ Այնպես որ եթե մեր շիրակցիները լավագույնն են, կընդունվեն, եթե լավագույնը չեն, ուրեմն պիտի տեղերը զիջեն, իրենց տեղը պետք է զիջեն ավելի լավագույն։ Սրբազան այր, իսկ վերադառնալով Հառիչի այս տարածքի դպրանոցը մեր թեմի ուսանողներն են, չէ՞ վերադառնալու միայն։ Ոչ, ինչպես ասացի, արդեն ամեն ինչ կենտրոնացված է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այնտեղ ընդունվելու են եւ այնտեղից բաշխվելու են։ Մի մասը մնալու է Էջմիածին, մի մասը Սևան, մի մասը Հառիչ։ Եվ Վեհապարի մոտեցումը այն է, որ տեղացիները երբեք չմնան այնտեղ, որտեղ որ են, այսինքն շիրակցիները պիտի սովորեն կամ Սևանում կամ Էջմիածնում, էջմիածնեցիները կամ Սևանում կամ Հառիչում, եւ սևանցիները կամ Հառիչում կամ Էջմիածնում, այսինքն որպեսզի իրենց տնից ավելի հեռու լինեն, որպեսզի կարողանան ավելի այդ ուսումնական process-ի մեջ մտնել։ Մեր մոտեցումը մի քիչ այլ էր, մենք ուզում էինք, որպեսզի մեր դպրանոցը լիներ զուտ թեմական դպրանոց, զուտ թեմի կադրերի համար, բայց Վեհապարը մտածում է ավելի ընդհանուր ողջ եկեղեցու շահի տեսանկյունից, դե բնականաբար մենք որպես թեմի առաջնորդ մտածում ենք մեր թեմի խնդիրների մասին, իսկ Վեհապարը մտածում է ողջ համահայկական խնդիրների մասին, ուրեմն նա այդ որոշումը կայացրեց, որպեսզի այլևս եթե Հառիչն էլ բացվի, վերաբացվի որպես դպրանոց, թեմական իշխանության ներքո կլինի անշուշտ, բայց եւ այնպես այնտեղ շիրակցիներ չէ, որ ուսանելու են, այլ ուսանելու են Արարատյան դաշտից կամ Սևանից կամ ուրիշ որևէ շրջանից, իսկ շիրակցիները ուսանելու են Էջմիածնում կամ Սևանում։ Իսկ երբ է նախատեսվում Հառիչի դպրանոցի բացումը։ Հառիչի դպրանոցի բացումը կլինի, երբ որ վերանորոգչական աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն։
կարող եմ ասել, որ նախագիծը արդեն արված է, Վեհապար Հայրապետի հետ ես 3 հենց հանդիպում եմ ունեցել այդ հարցով, եւ հենց Վեհապար Հայրապետը 3 հրահանգեց, որպեսզի արդեն մրցույթի դրվի շինարարների համար եւ պատրաստի նախագիծը կա Արիջի ուրեմն այդ ողջ կոմպլեքսի վերանորոգության եւ այս առաջիկա շաբաթվա մեջ երևի մրցույթը կհայտարարվի, շինարարները կարող են մասնակցել եւ մրցույթը շահողը բնականաբար արդեն պայմանագիր կկնքի եւ կսկսի շինարարությունը, դա աստված որ այս աշնան ժամանակը հատված օգտագործվի եւ որոշ աշխատանքներ կատարվեն, իսկ եթե ոչ, ապա ուրեմն Ձմեռվա ընթացքում նախապատրաստական աշխատանքները կարվեն եւ գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ասեմ նաեւ որ առիթից օգտվելով ուղղակի որ Սուրբ Յոթվերք եկեղեցու շինարարության հարցը արդեն վերջացած լուծված է եւ երևի առաջիկա շաբաթ կամ հաջորդ շաբաթվա ընթացքում վերանորոգչական աշխատանքները Սուրբ Յոթվերք եկեղեցում կսկսեն, որովհետեւ նախագիծը ավարտվեց, մրցույթը հայտարարվեց, շինարարը որոշվեց Վեհապարի կողմից, այս հենց առաջիկա օրերին դարձյալ երեկվա հանդիպման քննարկումներից մեկն էլ դա էր, առաջիկա այս օրերին պայմանագիրներ կկնքվի շինարարի հետ եւ Սուրբ Յոթվերք եկեղեցին այդ չարչրկվող թեման, որ մշտապես ինձ հարց էին տալիս, թե երբ պետք է կդուրը նորոգեք, երբ պետք է այս, երբ պետք է այն, ուրեմն Սուրբ Յոթվերք եկեղեցու այդ նորոգությունը լրիվ բարեզարտումը եւ ներսից եւ դրսից կարվի եւ այս ուրեմն առաջիկա շաբաթ կամ ամենաուշը հաջորդ շաբաթ գնում են հայորդյաց տան հարցը արդեն նախկին սպայի տան շենք արդեն դրված է, նախագծային աշխատանքները պետք է կատարվեն եւ դա նույնպես կսկսվի, այսինքն Շիրակի թեմում շինարարական երուզեր է կարող ենք ասել։ Սրբազան հայր մենք ունենք հեռախոսազանգ, ընդունենք։ Ալո, այո, լսում եք ինձ։ Ես հարց ունեմ Սրբազանին։ Սրբազան հայր, ուրեմն մի քանի օր առաջ մեր պատուհանների վարակույրների վրա նկատել եմ տարբեր չափերի խաչեր, ասենք գծված բարակ մատիտով։ Տանը մենակ են, ոչ մեկը չկա, որ ասեն որևէ մեկն է գծել, խնդրում եմ ինչ մեկնաբանություն կտաք։ Շնորհակալություն։ Նման դեպք մի անգամ էլ չէ եղել է Սրբազան հայր, որ վարակույրների վրա խաչեր էին երևացել։ Խաչեր կարող են երևալ, բայց մատիտով գծված խաչերը արդեն դա երևալու խնդիր չի այլ ինչ-որ մեկի կողմից արված է կարծես թե։ Այսինքն պետք է տեսնել, չեմ կարող ես ի հեռուստ որոշում կայացնել, թե դա ինչ է եւ ինչպես է։ Պետք է տեսնել, թերևս առաջիկա օրերին, եթե մոդենան եւ որևէ մեկը քահանաներից մեկը կամ եթե ես հնարավորություն ունենամ տեսնենք, եթե անհրաժեշտ է այդպես, որ տեսնենք թե իրոք ինչից է եւ ինչպես է։ Այո, կարող են լինել այդպիսի երևույթներ, շատ էլ լինում են տարբեր առիթներով, տարբեր բաներով եւ տարբեր տեղերում։ Պետք է տեսնել եւ իմանալ թե ինչ է պատճառը։ Հոգեվոր պատճառ է, թե նյութական պատճառ է, որովհետեւ կարող է նյութական որևէ պատճառը հետևանքային կապի պատճառով լինի եւ ուրեմն հոգեվոր իմաստ կամ հոգեվոր բացատրություն չունենա, կարող է ունենալ նաև հոգեվոր պատճառ, ուրեմն պետք է տեսնել նախ եւ առաջ, բայց ամենայն դեպս վերջի խաչը դա վատ նշան չէ, խաչը զորություն է, խաչը ուժ է եւ խաչի նշանի երևալուց բնականաբար վախենալ պետք չէ, այլ ընդհակառակը։ Սրբազան հայր, անցնենք մեր այսօրվա հաղորդման թեմային, որը հիշեցնում եմ առաջարկել է մեր հեռուստադիտողը եւ սիրելի հեռուստատուներ, յուրաքանչյուր հնարավորություն ունեք ձեր առաջարկներով, հարցերով կամ դիտողություններով դիմել մեզ։ Մեր հեռախոսահամարներն են 23413 եւ 30543։ Այս պահին մենք ունենք հեռախոսազանգ։ Ընդունենք։ Չէ, հեռախոսազանգ չունենք, ընդհատվել է կապը, լավ, հուսանք մեր հեռուստադիտողը նորից կփորձի կապվել մեզ։ Սրբազան հայր, հոգեվոր պատերազմ Որն է համարվում հոգևոր պատերազմ։ Սա տարբեր կրոնական շարժումների մեջ մղվող պայքարն է, թե անհատի մեջ կատարվող պայքարը։ Չէ, ոչ այն է, ոչ այն։ Դա չարի ու բարու հավիտենական պայքարն է, որ դրախտից սկսվում է, օծի այդ խաբեությամբ եւ առ այսօր շարունակվում է։ Հոգևոր պատերազմը դա է, այսինքն չարի եւ բարու պայքարը։ Աստուծո եւ Աստուծո հակառակորդի պայքարը, որտեղ ի վերջո բնականաբար
հաղթողը, հաղթանակողը լինելու է Աստված եւ նրանք, ովքեր Աստուծո հետ են։ Այնպես որ հոգեվոր պատերազմը կարող է լինել անհատական մագարտակի վրա, կարող է լինել հասարակական մագարտակի վրա, բայց հոգեվոր պատերազմը այդ պատերազմն է, երբ որ մղվում է հանուն Աստծո ընդդեմ չարի։ Յուրաքանչյուր մարդ պարտավոր է այդ հոգեվոր պատերազմը մղել եւ անհատական մագարտակի վրա, եւ ընտանեկան մագարտակի վրա, եւ ազգային մագարտակի վրա, եւ հասարակական մագարտակի վրա, այնպես որ ինչպես կարող ենք մասնակցել Աստուծո պայքարին ընդդեմ սատանայի, սա է հոգեվոր պատերազմը։ Եվ յուրաքանչյուրս այդ պատերազմի մեջ ենք մեր ծնված օրվանից։ Ինչու համար եք մկրտվում, որովհետեւ զենք ունենանք այդ հոգեվոր պատերազմը մղելու։ Յուրաքանչյուր դրոշմ, որ մենք մեր վրա դրոշմվում է մկրտությամբ, դա մեզ սպառազինում է չարի դեմ պայքարի մեջ, եւ մենք արդեն պատրաստ ենք լինում հոգեվոր պատերազմի, եւ այդ հոգեվոր պատերազմը սկսվում է մկրտությամբ եւ շարունակվում է մեր ողջ կյանքի ընթացքում ընդդեմ չարի, որտեղ երբեմն մենք պարտվում ենք, երբեմն հանձնվում ենք, երբեմն կորչում ենք, եթե մեղավոր ենք, բայց երբեմն էլ հաղթում ենք, երբ որ Աստուծո զորությունը մեզ հետ է եւ Աստուծո օգնականությունը մեզ հետ է։ Հոգեվոր պատերազմը այդ է, որպես բարու եւ չարի հավիտենական պայքարն է, որտեղ անշուշտ յուրաքանչյուր մարդ զինվոր է եւ յուրաքանչյուր մարդ այսպես թե այնպես մասնակցում է կամ բարու կողմը, կամ չարի կողմը։ Իսկ երկդրանքը այս է, յուրաքանչյուր մարդ ինչ որ մի կողմում է, չի կարող լինել չեզոք։ Այս հոգեվոր պատերազմի մեջ չեզոք մարդ գոյություն չունի, կամ սատանայի կողմն է, կամ Աստծո։ Սրբազան հայր, մենք ունենք հեռախոսազանգ, ընդունենք, այնուհետ կշարունակենք մեր զրույցը։ Ալո։ 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 Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ։ Սրբազան, ուրեմն եթե 7 վեց եկեղեցին վերանորոգման աշխատանքներ է տեղի ունենում այնտեղ, ապա գործող եկեղեցին որը կլինի։ Շնորհակալություն։ Կարող եք չանհանգստանալ, 7 վեց եկեղեցին երբեք չի փակվելու։ 7 վեց եկեղեցին շարունակելու է գործել վերանորոգման ընթացքում։ 7 վեց եկեղեցին կնորոգվի փուլ առ փուլ, հատված առ հատված, եւ այն հատվածը, որ վերանորոգության մեջ կլինի, կփակվի, իսկ մնացած հատվածը բաց կլինի ժողովրդին, ժամերժությունները անխափան պիտի շարունակվեն, պատարակները անխափան պիտի շարունակվեն, 7 վեց եկեղեցին չի փակվի երբեք եւ ոչ մի օր, որովհետեւ 7 վեց եկեղեցին այն եկեղեցին է, որ ուղղակի անթույլատրելի է փակելը, որովհետեւ նույնիսկ Ստալինը չի կարողացել 7 վեց եկեղեցին փակել, այնպես որ այսօր տարօրինակ կլինի, որ մենք հանդգնենք նույնիսկ վերանորոգության պատճառով, որ արտարացի պատճառը ինչ որտեղ չենք հանդգնի 7 վեց եկեղեցին փակել մեր հավատացյալների առջև, այնպես որ 7 վեց եկեղեցին շարունակի լիարժեք գործել, ուղղակի որոշ անհարմարություններ պետք է ստեղծվեն եւ մեզ համար եւ հավատացյալների համար, որի համար պետք է ներողամիտ լինենք, որովհետեւ դրանք ժամանակավոր են, բայց արդյունքում եկեղեցին կպայծառանա, կբարեզարդվի, կգեղեցկանա եւ մենք էլ ավելի հբարդությամբ մեր հերու կամ մոդիկ բարեկամներին, որոնք մեզ կայցել են, ավելի մեծ հաճույքով ցույց կտանք մեր առաջնորդանիստ Մայր եկեղեցին Սուրբ 7 վերքը։ Շնորհակալություն, սիրելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ այսօրվա մեր թեման է հոգեվոր պատերազմ։ Սրբազան հայր, հոգեվոր պատերազմը, ինչպես բացատրեցիք, չարի եւ բարու այս պայքարն է, բայց եթե այն անհատի մեջ է կատարվում, սա ինչպես է արտահայտվում անհատի մոտ, որպես տատանում ինչ որ մտքերի մեջ, չէ՞։ Եվ այս դեպքում ինչպես կողմնորոշվել, որ միտքն է բարին, որը չարը։ Ընդհանրապես անհատի մեջ երբ որ ասում եք ներքին պայքար, դա նշանակում է ներքին պայքար այն իմաստով, թե ում պետք է լսի չարի խորհուրդներին, թե պետք է լսի բարու խորհուրդներին։ Եվ այդ պայքարը դա բնականաբար նույն հոգեվոր պատերազմն է, ընդրության պատերազմն է չարի եւ բարու միջև։ Այստեղ կարող է թվալ, թե մի քիչ դժվար է ընդրություն կատարելը, բայց այնքան էլ դժվար չէ ընդրություն կատարելը, որովհետեւ Աստուծո պատվիրանները շատ հստակ են։ Աստծո ոչ մի պատվիրան երկիմաստ չէ կամ բազմիմաստ չէ։ Վերցրեք տասնաբանյա պատվիրանները, վերցրեք Քրիստոսի բերած, այսպես լրացնող պատվիրանները, ոչ մեկը երկիմաստ չեն, շատ հստակ են, շատ տեղին են, շատ դիպուկ են եւ որևէ այլընտրանքային հարց չեն իրենց մեջ առաջացնում, որ մարդ մտածի սա այս է կամ այն է։ Մի գողացիրը շատ հստակ է։
Հիմա սա այլընտրանքային չկա, այլընտրանքի հարց չկա, մի սպանիրը շատ հստակ է, քո հարևանի ունեցվածքին աչք մի տնգիրը շատ հստակ է, ուրեմն ժխտական պատվիրաններ այս մի արա, շատ հստակ են, նույնքան հստակ են նաև դրական պատվիրանները, սիրիր քո մերձավորին, այստեղ ինչ-որ այլընտրանքային, ինչպես սիրել, ինչպես չսիրելու հարց չկա, շատ հստակ եւ շատ դիպուկ եւ շատ միանշանակ ասված է։ Երբ է դուրս գալիս այս պատերազմը, երբ է սկսվում մարդու ներսում, երբ մարդը սկսում է կասկածել այդ հավիտենական ճշմարտությունների վրա։ Տեսեք, հենց առաջին էջը, երբ որ բացում ենք ծննդոց գիրկը, սուրբ գրքի, տեսնում ենք այնտեղ արդեն կասկածն է, որ չէ, Եվային մղեց մեղքի, որտեղ ոցը նրան փորձեց խաբել։ Իսկ չէ որ Աստված ձեզ արգելեց այս պտուղից ուտել, որովհետև եթե ուտեք, Աստծու նման կլինեք։ Խաբիությամբ կասկած մտցրեց մարդու մեջ, եւ մարդը կասկածելով ուրեմն աստվածային պատվիրանին, որ ասում էր՝ մի կեր այս ծառի պտղից, կերավ եւ փոխարենը ստացավ այդ։ Ուրեմն մարդու մոտ այդ ներքին պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ կասկածի որդը, որ ուղարկվում է չարի կողմից, եւ չարը շատ հմուտ է այս խաբեբայական գործիքը օգտագործելու նենգաբար սդի միջոցով կասկած գցելու մարդու սիրտը եւ այդ կասկածի որդը մարդու սկսում է ուտել, իսկ ինչու է ասում Աստված մի գողացիր, գուցե գողանալը ավելի լավ է, այսինչը գողացավ եւ լավ էլ ապրում է, չէ՞, այս ամբողջ ուրեմն խոսակցությունը, ներքին խոսակցությունը, որ մարդը վարում է, կասկածի հետևանք է, որ իրեն մղում է չարը սատանան։ Ուրեմն հետեւաբար շատ հեշտ է դրա դեմ պայքարելը, եթե գիտես, որ Աստծո պատվիրանի նկատմամբ կասկածելու որևէ խնդիր չունես, որովհետև եթե Աստված ասել է հստակ, ասել է դիպուկ, ասել է միանշանակ, եւ հետեւաբար դու տեղ չպետք է թողնես քո ներսում, որովհետեւ այնտեղ պայքար սկսվի։ Երբ որ սկսվում է այդ պայքարը, բնականաբար կարող ես նաեւ տանուլ տալ։ Ուրեմն պարիսպներ այնքան հզոր պետք է լինեն, որտեղ չկարողանա կասկածը որևէ կերպ թափանցել, որովհետեւ չմտնի սատանան, չմտնի հակառակորդը պարսպից ներս եւ այնտեղ փորձի ավերածություն գործել։ Դրա համար մարդը պետք է ապրի եկեղեցվո մեջ, եկեղեցվո հետ, եկեղեցվո սկզբունքներով, Քրիստոսի սկզբունքներով, որովհետեւ հստակ իմանա, որ այս պատվիրանին կասկածելու խնդիրին կբնավ չունի։ Եվ Աստված ասած եւ Աստուծո ասածը հավիտենական է, երկինքն ու երկիրը պիտի անցնեն, բայց Աստուծո խոսքը չպիտի անցնի։ Սրբազան հայր, մենք ստիպված ենք մեր զրույցը եւս մեկ անգամ ընդհատելու, քանի որ ունենք հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Պարոն Սրբահայր, ես ձեզ մի երկու հարց ունեի ասելու։ Խնդրեմ, ասա։ Ես ուզում եմ իմանալ հոգու գոհության մասին, թե հոգին իրոք կա, եթե Հիսուսը եթե վերադառնալու երկիր։ Շնորհակալություն։ Լավ է, որ երեխաները այսպիսի հարցերով հետաքրքրվում են։ Հոգու գոյության լինելը կամ չլինելը ես չէ որ պետք է ասեմ, հա։ Դա բնականաբար կա եւ Աստված մարդուն ստեղծեց որպես հոգի, Սուրբ Գիրքն է ասում, եւ բնականաբար յուրաքանչյուրս երբ որ մեր մեջ խորանում ենք, ինքներս կարող ենք զգալ, որ մենք միայն մարմին չենք։ Միայն մարմին դիակն է։ Ուրեմն ինչ-որ մի բան կա դիակից բացի մարդու մեջ, որը ինչ-որ այն չէ, ինչ-որ միայն մարմինն է։ Եվ ուրեմն այդ շունչը, որ Աստված փչել է, այդ հոգին, որ տվել է անմահ հոգին, որը վերադառնում է ի վերջո Աստծուն, մարմինը, որ հողից էր վերադառնում է հողին, եւ հոգին, որ Աստծուց էր վերադառնում է Աստծուն։ Բնականաբար այստեղ հոգու գոյությանը կասկածելը, մանավանդ այսօր, երբ որ մատերիալիստական այդ դարաշրջանը անցավ, որը փորձեց պայքարել արմատախիլ անել հոգու գոյության հստակ պատկերացումը, բայց չկարողացավ, վերջո այսօր կասկածելու նույնիսկ հարց չէ։ Արդյոք մենք միայն մարմին ենք, ով կհանդգնի ասելու, թե մենք միայն մարմին ենք։ Եթե միայն մարմին ենք, ինչպես ենք սիրում, ինչպես ենք մտածում, այդ ինչ ունակություններ են, որոնք պարզապես մարմինը չէր կարող ունենալ, այլապես դիակն էլ կունենար։ Այնպես որ հոգու գոյությունը սա միանշանակ է եւ նույնիսկ եթե կասկածելու խնդիր էլ ունենանք, Սուրբ Գիրքը բացում ենք եւ ասում է այնտեղ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով եւ իր նմանությամբ եւ իր շունչը փչեց եւ մարդը դարձավ հոգի կենտանի հոգի դարձավ։ Վերջ Աստուծո պատկամը ուրեմն
դա մեզ համար հասկանալի է, ընդունելի եւ բնականաբար մենք այդպիսին ենք եւ հոգի ենք եւ հոգին էլ ունենք եւ հոգին անմահ է եւ պետք է ուրեմն հոգու մասին մտածել մարմնից բացի իսկ երբ Հիսուս կվերադառնա բնականաբար Հիսուսի խոստումներից մեկն է որ Հիսուս վերադառնալու է որովհետեւ հարություն առավ համբարձվեց երկինք եւ խոստացավ վերադառնալ բայց եւ ասաց որ այդ օրը եւ ժամը ոչ ոք գիտի ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ որդին, այլ միայն հայրը։ Եվ հետևաբար այդ օրը ժամը իմանալ մարդուն հասանելի չէ որևէ մեկին, նույնիսկ այն ճամարտակողներին, որոնք երբեմն այս կամ այն տարեթիվն են ասում, ժամկետ են նշում, մանավանդ Եհովայի վկաները, որ ամեն տարի մի նոր ժամկետ են նշում եւ ամեն անգամ ցախողվում են, որևէ մեկը հասու չէ, որևէ մեկը չի կարող իմանալ, որովհետեւ եթե որևէ մեկը իմացավ կոնկրետ ժամը եւ ժամանակը Հիսուսի գալու, նշանակում է Աստված թերի Աստված է։ Միայն Աստված կարող է իմանալ այն ժամանակը եւ այն ժամանակահատվածը, երբ որ ինքը կվերադառնա, Հիսուս կվերադառնա եւ կվերականգնի այն ներդաշնակությունը, ինչը որ մեր մեղքի պատճառով խափանվեց։ Բայց այստեղ կարևորը ոչ թե ժամը եւ օրը իմանալն է քրիստոնյայի համար պատրաստ լինելն է այդ ժամին եւ այդ րոպեին ցանկացած պահի, երբ որ դուրը բախվի, կարողանա ընդունել Տիրոջը։ Սրբազան հայր, այս հոգու գոյության վկայությունն, այսպես ասած, չի կարող լինել նաեւ հոգեկան հիվանդությունների առկայությունը, չէ՞ որ բժշկությունը ընդունել է, չէ՞ այս փաստը որ կա հոգեկան հիվանդություններ, այսինքն եթե հոգին չկա, որտեղից։ Այո, անշուշտ։ Եթե միայն մարմին է, որտեղից այդ հոգեկան, որտեղ են այդ հոգեկան հիվանդությունները, եւ ինչու, օրինակ հոգեկան որոշ բաներ, ասենք, որոնք հոգեկան ծագում ունեն, ազդում են մարմնի վրա։ Հիմա այսօր շատ տարածված է բժշկության մեջ առաջ շղթում էին, այսօր շատ հաճախ օգտագործում են այդ պսիխոսոմատիկ հիվանդություններ, որ նշանակում է, որ հոգևոր պատճառից ծնված մարմնական հիվանդություն, որը հոգևոր պատճառից ծնվելով ազդում է ուղղակի մարմնի վրա եւ մարմնի վրա հիվանդություններ է առաջացնում։ Հետևաբար անշուշտ այսօր ինչ-որ փաստեր գտնել, փնտրել հոգու գոյության մասին անիմաստ է, որովհետեւ այլևս դա ժամանակավրեպ խոսակցություն է։ Այսօր ոչ մի խելահաս մարդ չի ժխտում հոգու գոյությունը, ոչ մի գիտնական, ոչ մի բոլորն էլ հասկանում են, նույնիսկ աթեիստներն ու անաստվածները, բայց ուղղակի իրենց համար այդ հոգու գոյության ծագման պատճառներն են տարբեր, հոգու անմահությանը կարող են չհավատալ, չէ՞, ոմանք կամ բուդդիստները հոգու տեղափոխության են հավատում, որ այս մարմնից դուրս է գալիս, ուրիշ մարմնի մեջ է մտնում, բայց որ հոգին կա, սա իրոք անժխտելի իրողություն է, որովհետև մենք պարզ տեսնում ենք, ինքներս էլ տեսնում ենք, որ մենք միայն մարմին չենք։ Սրբազան հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ եւ հավանաբար այսօրվա մեր վերջին հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Այո։ Ալո։ Այո, մենք ձեզ լսում ենք։ Բարի երեկո, Նարա ջան։ Բարի ձեզ։ Բարի երեկո, Սրբազան հայր։ Բարի երեկո։ Ես մի հարց ունեմ ձեզ։ Ես ուզում եմ իմանալ, Եփրեմերդին համարվում է Սուրբ Գիրք։ Շնորհակալություն։ Ինչը։ Եփրեմերդին։ Հա։ Եփրեմ Վերդի, որ ասում է ժողովուրդը, դա Եֆիմերտեն է, որը հունարեն պարզապես նշանակում է օրացույց։ Եփրեմ Վերդին կամ Եֆիմերտեն Սուրբ Գիրք չի, դա ամեն տարվա օրացույցն է, որ ժամանակին տպվել է, ժամանակին պատրաստվել է, որտեղ նշված են ուրեմն բայց նաև երազահաններ։ Նաև այո, միշտ էլ այդ օրացույցները իրենց հետևի մասում ունեցել են երազահաններ, չիմանամ լուսինը հաշվելու, լուսնի օրերը հաշվելու աղյուսակներ եւ այլն եւ օգտակար խորհուրդներ։ Միշտ էլ առ այսօր էլ այդպես են հիմնականում օրացույցները, որ պատրաստվում են, այդպես միշտ վերջում ունենում են այդպես օգտակար խորհուրդներ, երազահան եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ այդ Եփիմերտեն, Եփրեմ Վերդի, որ ժողովրդի վերանում վերածվել է Եփրեմ Վերդի, դա պարզ օրացույց է իր օգտակար խորհուրդներով։ Այստեղ սուրբ ոչինչ չկա, այսինքն սուրբ գիրք չէ, աստվածաշունչ չէ, հին կտակարան չէ, նոր կտակարան չէ, հայրերի գործեր չեն, մեգնություններ չեն սուրբ գրոց, դա ուղղակի պարզ խորհուրդներ են, օգտակար խորհուրդներ են, երբեմն նաև ժամանակավրեպ խորհուրդներ են, այսինքն օրինակի համար այնտեղ բաներ կան, որ եկեղեցին երբեք չի ընդունել եւ երբեք չի
քաջալերել եւ խրախուսել, ասենք, աստղագուշակություններ, բաներ եւ այլն, որոնք եկեղեցին երբեք չի ընդունել։ Այսինքն այդ Եփի Մերտեն սուրբ գիրք չէ, բայց անշուշտ կան այնտեղ օգտակար խորհուրդներ, կան նաեւ անօգուտ։ Ում կողմից է դա տպվում, Սա հայկական ծագում չունի, հա։ Չէ, սա հայկական ծագում չունի, դա Օսմանյան կայսրության ժամանակ հունական միջավայրից անցած եւ վերածված հայկական վերածված, բայց անունը որպես Եփի Մերտե մնացած իրողություն է եւ այնտեղ բնականաբար ցանկացած այն ժամանակ տպագրիչները տպագրում էին եւ որտեղից որտեղ ինչ օգտակար խորհուրդներ կամ վնասակար խորհուրդներ հավաքում էին, դնում էին եւ տպում էին։ Այսօր չեմ կարծում թե ամեն տարի տպվում է, այսպիսի բան չկա, ժամանակին տպվել են եւ ժամանակին կան եւ այնտեղ անշուշտ շատ հետաքրքիր բաներ կան, որոնք այսօրվա մարդկանց ընթերցողի համար կարդում ես շատ հետաքրքրական է, որովհետեւ այն ժամանակվա, ասենք 19-րդ դարի վարկը կենցաղն է ներկայացնում, որ շատ հետաքրքիր է։ Եվ անշուշտ այսօրվա համար էլ կան օգտակար խորհուրդներ, բայց կան նաեւ անօգուտ, նույնիսկ վնասակար բաներ, այնպես որ Սուրբ գիրք համարել երբեք անթույլատրելի է Սուրբ գիրք համարել Եփրեմ Մերտին։ Սրբազան հայր ամփոփելով այսօրվա մեր հաղորդումը, խնդրում ասացեք առաջիկա այս երկու շաբաթների ընթացքում ձեր ծրագրերի մասին ինչ ունեք անելու, եթե ունեք հովական այցեր կամ ուխտագնացություններ։ Դե հիմնականում այս երկու շաբաթը պիտի կենտրոնանանք այսպես շինարարական ծրագրերի վրա, որովհետեւ 7 վերք եկեղեցու շինարարությունը սկսվի, Հայորդիաստան նախագծումը սկսվի, Հարիջավանքի այդ մրցույթը հայտարարվի, բայց եթե կարողանանք այս երկու շաբաթվա ընթացքում անպայման ուզում ենք զանգերը, որ ստացել ենք, 5 գեղեցիկ հոյակապ զանգեր վերջի ձեռք բերեցինք Սուրբ Հակոբ եկեղեցու համար 58 թաղամասի, անի թաղամասի, որ դարձյալ շահարկվող թեմայր թե ինչու զանգ չունի, ուրեմն նույն բարերարի միջոցով որ եկեղեցին կառուցեց այդ զանգերը պատրաստվեցին Վորոնեժ քաղաքում Ռուսաստանի մեջ պատվերով եւ ուղարկվեցին այստեղ 5 գեղեցիկ զանգեր տարբեր մեծության եւ տարբեր հնչողության եւ եթե որևէ բան չխոչընդոտի բնականաբար եւ կարողանանք մոնտաժել այդ զանգերը այս երկու շաբաթվա ընթացքում այդ եկեղեցու զանգերը պետք է օձենք եւ տեղադրենք եւ արդեն անի թաղամասում զանգերի ղողանջը կլսվի։ Բացի դրանից, ուրեմն ամսու 3-ին, սեպտեմբերի 3-ին շաբաթօր նախատեսել ենք եւ աստված տա կկատարենք արդեն Ոսկեհաս գյուղի եկեղեցու հիմնարկեքը, որ Ոսկեհասցի բարերար կատարում է եւ արդեն անցած հունիս ամսին հողի օրհնությունը կատարեցինք եւ այս սեպտեմբերի 3-ին արդեն հիմնարկեքը կկատարենք, այսինքն հիմքը պետք է 16 օծված քարեր տեղադրենք եւ դա ասված որ Ոսկեհասկի ուրեմն այդ եկեղեցին բարձրանա, որովհետեւ Ախուրյանի մյուս ափին եղող առաջին այսպես եկեղեցին է որ կառուցվում է, դա իրոք պատմական երևույթ է եւ առավել պատմական է այն իմաստով որ տեղացի է կառուցողը Ոսկեհասցի է, դա աստված որ մյուսները նույնպես մյուս գյուղերի ժողովուրդը նույնպես հասկանա այդ իրողությունը եւ կառուցող բարերարը Համլետ, կարծեմ Սահակյան, եթե ազգանունը չեմ սխալվում, գուցե ազգանունը սխալվում եմ այս պահին, բայց Ոսկեհասցի շատ լավ անձնավորություն, որ տրամադիր է, հասկանում է իր անելիքը, հասկանում է թե ինչպես պիտի անի եւ մենք էլ ամեն կերպ պետք է զորավի կանգնենք, որովհետեւ շատ գեղեցիկ տեղում է եկեղեցին լինելու, շատ լավ դիշկ ունի, շատ գեղեցիկ հոյակապ դիշկ ունի եւ սեպտեմբերի 3-ին այդ հիմնարկեքն եք նախատեսում անել եւ սեպտեմբերի 4-ին էլ կհանդիպենք այստեղ։ Տեսնենք թե ինչ ենք արել։ Սրբազան հայր հետաքրքիր զրույցի համար Սելի հեռուստատիտողներ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեզ մեզ դիտելու, ինչպես նաեւ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Իդեպ հաղորդման ավարտին արդեն եզրափակելով այսօրվա մեր հանդիպումը պետք է նշեմ, որ այսօր Վեհապար Հայրապետի ծննդյան օրն է, տարեդարձն է եւ շնորհավորում ենք մեր բոլոր ստեղծագործական խմբի կողմից, մաղթում իրեն ամենայն բարիք, երկարակեցություն։ Այո, Վեհապարի ծննդյան օրն է այսօր, 54 տարի լրացավ Վեհապար Հայրապետի, մենք էլ ոչ թեմի ժողովրդի հավատացելու անունից անշուշտ մեր որդիական հարգանքը եւ սերը եւ շնորհավորանքը ներկայացրել ենք Վեհապարին։ Շնորհակալություն Սրբազան հայր, Աստված օգնական։ Աստված բավական։ Մի շնորհանդիպում։